Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Գուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացիկ փուլին, այդ թվում համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, տնտեսական ու ոլորտային համագործակցությանը, թվայնացման, կանաչ էներգիայի, կրթության, ենթակառուցվածքների զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարբող աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունությանը վերաբերող խնդիրներ, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Փոխվարչապետ Բեհեր Գրիգորյանը ևս ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող մասնավորապես Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի եւ ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բերլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին եւ դրան զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել, երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով։ Անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի։ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիտ Դովալի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում Աջիտ Դովալը անվտանգության խորհրդի քարտուղարի խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների զարգացումների վերաբերյալ, իսկ հնդկական կողմի խնդրանքով անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվել է հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2024 թվականին քննվել է մոտ 2290 վարույթ, որից 167-ը ուղարկվել է դատարան, կարճվել է 682 վարույթ։ 2023 թվականի համեմատ վարույթների թիվը 2024-ին ավելացել է մոտ 25%-ով, իսկ ավարտված վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 4 միլիարդ 468 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնասը 3 միլիարդ 802 միլիոն դրամն է։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև վնասի վերականգնման մասին վիճակագրությունը։ Ավարտված վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց ավարտված քերական վարույթներով արգելանք է տրվել ընդհանուր 275 միլիոն 315 հազար 827 դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա։ Արթուր Նահապետյանը անդրադարձավ նաև հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության ամբողջ ժամանակահատվածին վերաբերող տվյալներին։ Կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերին եւ գործունեություն է ծավալում շուրջ 3.5 տարի։ Ամբողջ այդ ընթացքում քննվել է 4543 վարույթ, որոնցից 500-ը 1123 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 194 քերական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 19 քերական գործ կարճվել եւ քերական հետապնդումը դատարեցվել է ոչ արտարացնող հիմքով, 9 գործով 16 անձի վերաբերյալ կայացվել են արտարացման դատական ակտեր եւ 248 քերական գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս չի կայացվել։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների ընդհանուր թվականակում այս պայդրությամբ արտարացման վերաբերյալ կայացված դատական ակտերը կազմում են ընդհանուր թվականակի 4.5%-ը։ Հաղորդումը ներկայացնելուց հետո Արթուր Նահապետյանը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցնելով, որ 3.5 տարի գործող կոմիտեն հատուկ քննչական ծառայության իրավահաջորդն է, ցանկացավ կառույցի ղեկավարից լսել բացահայտված լավագույն գործերից մեկի մասին։
Նահապետյանը օրինակ բերեց կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքով կատարված նախաքննության վերաբերյալ։ Նախաքննությունն ավարտվել է եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այդ վարույթով ընդհանուր պետությանը եւ համայնքին պատճառված վնասը կազմել է 2 միլիարդ 327 միլիոն դրամ եւ խոսքը 27 անշարժ գույքի ուղղակի վաճառքի կամ նվիրատվության կամ ձևական աճուրդների միջոցով օրինականացման վերաբերյալ է։ Նախկին պաշտոնյաների հետ կապված գործերի մասին ընդհանրական հարց տվեց Ծովինար Վարդանյանը։ Ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, այսինքն նրանք ազատվել են պաշտոնից էական չի դիմումի համաձայն թե ոնց եւ փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով, որովհետև ենթադրենք իրենք դեռ ունեն նախկին գործընկերներ, որովհետև նոր են ազատվել պաշտոնից կամ եւ այլն, փորձում են նախկին գործընկերների միջոցով այդ թվում ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները։ Ես կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց այդպիսի գործեր կան բացահայտված։ Թագուհի Թովմասյանն էլ հարցրեց մարտի 1-ի մասին, մինչ այդ հիշեցնելով, որ կառույցի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը տարբեր խոստումներ է տվել այդ գործի վերաբերյալ, ընդհուպ հավաստիացրել, որ այն արդեն բացահայտված է։ Բայց այդ բացահայտման մասին մենք այդպես էլ ոչինչ չենք լսել։ Եվ այդպես էլ անհայտ է մնում մարտի 1-ին 10 զոհերի հանգամանքները, ինչպես են տեղի ունեցել սպանությունները։ Այս պահին ակտիվ ապացուցողական եւ վարորդային գործողություններ են կատարվում այդ գործով։ Ես կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի եւ անաչառ քննություն, սակայն խոստում եւ հավաստիացում որևէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ։ Պաշտոնավարման 2 ամիսը դեռ չանցած կոմիտեի նոր նախագահին հարց տալու համար հերթագրվել էր 16 պատգամավոր։ Վերջիններից մեկը Արմենուհի Ղազարյանն էր, ում համոզմամբ կոռուպցիան մեր երկրում 2018 թվականից հետո էլ չի կրում համակարգային բնույթ։ Այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ մեր իրականության մեջ ինչպիսի խորություն ունեն այսօր կոռուպցիոն դրսևորումները պետական համակարգի միջին եւ ցածր օղակներում ձեր գնահատմամբ։ Ես կարող եմ միանշանակ պնդել, որ համակարգային կոռուպցիա չունենք Հայաստանի Հանրապետությունում, ունենք կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում, այդ թվում նաև միջին եւ ստորին օղակներում ձեր կողմից նշված, բայց միաժամանակ հավաստիացնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում այդ կոռուպցիոն դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու եւ նաև նախականխելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Նորընտիր Հռոմի պապ Լեո 14-րդը իր առաջին օտարերկրյա ուղևորություններից մեկը կարող է կատարել Թուրքիա։ Տեղեկությունը այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը Պոնտիֆիկոսը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչի հետ է կապված պապի այցը։ Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը եւ դա կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային էկումենիստական շարժման համար եւ ժամանակին Պոլսի պատրիարքը հրավեր էր ուղղել նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը ոչ միայն ընդունել էր այդ հրավերը, այլ նաև այդ կարևոր միջոցառման համանախաձեռնողներ հանդես եկել։ Եվ նախատեսված է, որ մայիսի վերջին պետք է անցկացվի այս միջոցառումը, սակայն օրերս հայտնի դարձավ, որ այն հետաձգվում է եւ այդ փաստը արդեն առիթ դարձավ լուրերի այն մասին, որ հետաձգվում է հատուկ, որպեսզի նորընտիր Հռոմի պապը կարողանա մասնակցել։
Ռոմի Պապ Լեոին ուղիղ հարց են տվել լրագրողները, արդյոք նա կմեկնի Ստամբուլ այդ միջոցառմանը մասնակցելու եւ անուղղակիորեն հաստատել է հայտարարելով, որ տեղյակ է, որ այդ այցը նախապատրաստվում է։ Եթե իսկապես Ռոմի Պապը մեկնի Թուրքիա, Էրդողանի վարչակազմը իհարկե դա կփորձի օգտագործել սեփական շահերի համար, դե իսկ մենք էլ պետք է փորձենք մեր շահերի համար օգտագործենք եւ այդ իմաստով կարծում եմ անելիք ունի հայ կաթողիկե եկեղեցին, որպեսզի օգտագործվի այս առիթը, որ Հռոմի Պապը կոչ անի Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Արդյոք այսօր տեղեկություններ էին տարածվել սոցցանցերում նոր Պապի հայկական արմատների մասին։ Այո, երեք այդ տեղեկությունը տարածել էր թուրքական Դենիս Փոստասի պարբերականը եւ այսօր նաեւ վարդապետ Կոմիտաս Հովնանյանն էր իր սոցցանցերում նույնպես հիշատակել այդ մասին։ Այդ թերթի պարբերականի տեղեկությունների համաձայն իբր թե Հռոմի Պապի նախնիները եղել են Կեսարիայից եւ ապրել են Կեսարիայի Դևելի գյուղում, որը մինչեւ 1915 թվականը եղել է հայաբնակ եւ կոչվել է Էվերեկ կամ նաեւ Ավերակ որոշ աղբյուրներում։ Եվ պարբերականը գրում է, որ եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա նոր, այսպես, գույն կտա Թուրքիա Հռոմի Պապի այցին, եւ նոր երանգներ կտա դրան։ Պարբերականը վկայակոչում է մի ստամբուլահայի Նուրհան Չեթինքայա անունով, որը պնդում է, թե իբրև թե Լեո Հռոմի Պապի հերու ազգականն է։ Իրականում ես գտա այդ մարդու սոցցանցերում իր ուրեմն էջը եւ Նուրհան Չեթինքայան երեք տեսանյութ է հրապարակել իր էջում, որում պնդում է, թե իր հարազատ Պապի քույրը Եվա Օհանյանը Հռոմի Պապի նախապապի հարազատ քույրն է։ Որևէ լուրջ հիմնավորում ապացույց դրա չի բերում, բայց պնդում է, որ մի շարք փաստեր թույլ են տալիս իրեն վստահ լինել, որ սա իրականություն է։ Ասեմ, որ Նուրհան Չեթինքայան իրականում բավական լուրջ անձնավորություն է, ոնց հասկանում եմ Ստամբուլում բավական հայտնի է ոչ միայն հայկական շրջանակներում, 57 տարեկան է, գործարար է, նաև հետազոտող է եւ հայկական թեմայով է զբաղվում Օսմանյան կայսրության պատմությամբ եւ քաղաքական գործիչ է նաև ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է եւ ժամանակին ընտրվել է Ստամբուլի հայաբնակ Բաքրքյոյ թաղամասի փոխքաղաքապետ։ Ես փորձել եմ նրա հետ կապ հաստատել, գտել եմ նրա կոնտակտները, բայց առայժմ նա չի արձագանքում իմ նամակներին եւ զանգերին, իսկ Ստամբուլի հայկական Էրմենի Հաբար պարբերականը կարողացել է նրա հետ հարցազրույց անել եւ Չեթինքայան ասել է, որ չի բացառում իհարկե, որ իր տեղեկությունները նաև հերքվեն եւ չեն ապատած։ Համենայն դեպս նա իրական հիմքեր ունի վստահ լինելու, որ դա այդպես է։ Ասել է, որ նամակ է գրել Հռոմի Պապին, առայժմ պատասխան չի ստացել եւ բայց անհամբերությամբ սպասում է պատասխանի։ Ես դժվարանում եմ ասել, թե արժի արդյոք այս ամենը լուրջ ընդունել։ Համենայն դեպս, եթե Հռոմի Պապի Ստամբուլյան այցը կայանա, կարծում եմ նա ստիպված է լինելու անձամբ մեկնաբանելու այս լուրերը, քանի որ հավանաբար թուրք լրագրողները իրեն այդ մասին ուղիղ հարց կտան։ Տեղեկատվությունը ճշտելու հնարավորություն դեռ կստեղծվի, իսկ այս պահին Թուրքիայի ինչ արձագանքներ կան։ Թուրքիայում մասնավորապես Կեսարիայում իրանցում է առաջացրել այս տեղեկությունը, մասնավորապես այդ Դևելի գյուղի գյուղապետ Յուսուֆ Չելիկը ասում է, որ գյուղում բոլորը երջանիկ են, եթե այս տեղեկությունը հաստատվի, գյուղը աշխարհի կենտրոն է դառնալու, բայց ինչն է հետաքրքիր, որ այս հրապարակումը առիթ դարձավ, որպեսզի թուրքական մամուլը անդրադառնա Կեսարիայում հայկական ջարդերի թեմային։ Մի քանի թուրքական բավական լուրջ պարբերականներ այդ թեմային անդրադարձել են եւ անգամ ծավալուն հոդվածներ են հրապարակել։ Մասնավորապես թուրքական Իհլաս պարբերականը այդ թեմային նվիրված հոդված է գրել լուսանկարներով եւ պատմությունը շարադրելով։ Այսինքն, եթե անգամ այս տեղեկությունը հերքվի, դրականը կլինի այն, որ Թուրքիայում շատերը ցեղասպանության մասին ճշմարտությունը կարդալու հնարավորություն եւ առիթ կունենան։
Արտեմ, իսկ որքանով է այս տեղեկությունը տեղավորվում Հռոմի Պապի կենսագրության մեջ պաշտոնական։ Պաշտոնական կենսագրության մեջ մեղմ ասած դժվարությամբ է տեղավորվում, քանի որ ըստ պաշտոնական այդ աղբյուրների հոր Պապի կողմից նա իտալացի է եւ Տուրինից են արմատները, հորական տատը ֆրանսուհի էր Լեավրից են արմատները, մորական Պապը մուլատ էր Հայիթիից, իսկ մորական տատը կրեոլուհի էր Նոր Օրլեանից, ոչ մի հայկական արմատների մասին տեղեկություն չկա։ Եվ նաև Չեթին Քայան պնդում է, որ Թուրքիայից նախնիները Հռոմի Պապի տեղափոխվել են նախ Արգենտինա, հետո Դոմինիկյան Հանրապետություն եւ հետո միայն Միացյալ Նահանգներ։ Մինչդեռ պաշտոնական կենսագրությունում ոչ արգենտինական, ոչ դոմինիկյան որևէ այսպես հետքի մասին ոչ մի հիշատակում չկա։ Շնորհակալություն Արտեմ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում է, այստեղ նախատեսված են Թրամփի բանակցությունները թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ։ Նա կմասնակցի նաև ներդրումային ֆորումի։ Վաղը Միացյալ Նահանգների նախագահը կայցելի Կատար, իսկ հինգշաբթի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի օրակարգային թեմաներն են տնտեսական, առևտրային հարաբերությունները։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին եւ Ուկրաինային, նշելով, որ եթե ուղիղ բանակցություններ չլինեն, ապա Վաշինգտոնը դուրս կգա կարգավորման գործընթացից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Կարծում եմ, եթե Միացյալ Նահանգները հետ կանգնի այս հակամարտության կարգավորումից, այլ կերպ ասած չցանկանա ներգրավվել դրանում եւ ասի, սա իմ պատերազմը չէ, ես փորձեցի անել առավելագույնը, կարծում եմ, որ դա վատ արդյունք կլինի բոլորի համար։ Դա վատ է եվրոպացիների, ուկրաինացիների եւ ռուսների համար։ Մեր նպատակն է նրանց մի սենյակում հավաքել եւ ցույց տալ, որ այստեղ խաղաղ կարգավորման այլընտրանքները բոլորի համար են։ Լուծումները գործում են, երբ ուղիղ խոսակցություններ են լինում։ Ուիտկոֆը հայտարարել է, որ այս հարցում Վաշինգտոնը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների հիմնական թեմաները կլինեն տարածքների հարցը, Զապորոժիայի ատոմակայանի կարգավիճակը եւ Ուկրաինայի դեպի Դնեպր գետ եւ Սևծով ելքը։ Կարծում եմ, որ մենք մեծ աշխատանք ենք տարել խնդիրների շրջանակը նեղացնելու ուղղությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերը 5 տարածաշրջաններն են։ Ռուսաստանը վերահսկում է, ճնշող վերահսկողություն ունի այդ շրջաններից 2-ի նկատմամբ։ Ուկրաինացիները որոշ աստիճանի վերահսկողություն ունեն մյուս 3 շրջանների նկատմամբ։ Ուստի խոսքը գնում է այն մասին, թե ինչպես ենք մենք գնահատելու իրավիճակը։ Կա տարբերություն առաջնագծի, զորքերի տեղակայման եւ վարչական սահմանների միջև։ Մենք ոչ պաշտոնական բանակցություններ ենք վարում երկու կողմերի հետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նշել է, որ կան հարցեր, որոնք դժվար չի լինի լուծել, եթե բոլոր կողմերը հավաքվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ուիտկոֆը վստահություն է հայտնել, որ հակամարտությանը վերջ տալու մեծ հնարավորություն կա։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Պուտինից բացի Ստամբուլում որևէ այլ ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպի, հայտարարել է Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։ Միխայել Պոդոլյակի խոսքով, եթե Թուրքիայում ռուսական ներկայություն ամենաբարձր մակարդակով չլինի, դա կնշանակի, որ Մոսկվան պատրաստ չէ դադարեցնել կրակը, դադարեցնել պատերազմը եւ վարել ուղիղ բանակցություններ։ Նա նշել է, որ եթե Պուտինը գա Ստամբուլ, իրավական փոփոխություններ կկատարվեն ուկրաինական փաստաթղթերում, որոնք արգելում են բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահի հետ։ Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն Կրեմլի խոսնակն ասել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Կրեմլը կհայտարարի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններում, հենց որ Պուտինը դա անհրաժեշտ համարի։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Կիևի իշխանություններին առանց նախապայմանների վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյդի Վենսին Թբիլիսիի եւ Վաշինգտոնի հարաբերություններում հստակություն մտցնելու խնդրանքով։ Նամակում Կոբախիձեն նշել է, որ մի քանի շաբաթ առաջ արդեն դիմել էր ամերիկյան ղեկավարությանը երկկողմ հարաբերությունների հարցով, իսկ դրանից առաջ բազմիցս հայտնել էր դրանք զրոյից եւ կոնկրետ պլանի համաձայն վերագործարկելու իր պատրաստակամությունը, սակայն պատասխան չէր ստացել։ Ավելինս, Վրաստանի վարչապետի երկու երկրների ղեկավարության միջև դեռևս բարձր մակարդակով ոչ մի շփում չի եղել։
Այս լռությունը զարմանալի է վրաց ժողովրդի եւ վրացական իշխանությունների համար մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Վրաստանը աջակցել է Միացյալ Նահանգներին ամենաթեժ կետերում, այդ թվում Իրաքում եւ Աֆղանստանում, որտեղ Վրաստանը ներկայացված էր մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով զինվորներով։ Վրաստանի վարչապետը նաև անհասկանալի է անվանել ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից վրացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև օրեր առաջ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ եւ անցագրային սահմանափակումներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Վերջում Կոբախիձեն հավելել է, որ Թբիլիսին պահպանում է լավատեսությունը եւ համբերությամբ սպասում է այն պահին, որ պետք է հիմք դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման եւ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար։ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումներ են սկսվել կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև։ Սպանվել է նախագահական խորհրդի անվտանգության ծառայության ղեկավարը եւ եւս 6 մարդ։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել եւ կոչ արել քաղաքացիներին մնալ տանը։ Տրիպոլիի տարածքում դադարեցվել են դասերը։ Անկարգությունների պատճառով Միտիկա միջազգային օդանավակայանը հայտարարել է օդային հաղորդակցության ամբողջական դադարեցման մասին, մուտքային թռիչքներն ուղարկելով այլ օդանավակայան։ Ալ Ջազիրա հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ ներկայումս քաղաք է բերվում մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Լիբիայի ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը կոչ արել անհապաղ ապա-էսկալացնել իրավիճակը։ Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ժամանակ գնդակահարվել է Տեկիստեբեկի քաղաքապետի թեկնածու Եսենիա Լարա Գուտիերեսը։ Հարձակման հետևանքով եւս 3 մարդ զոհվել է, եւս 3-ը վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Վերակրուց նահանգում հանրային միջոցառման ժամանակ։ Սա այս նահանգում թեկնածուի արդեն երկրորդ նման սպանությունն է հունիսի 1-ին նախատեսված թիմ ընտրություններից առաջ։ Քաղաքական գործիչների, մասնավորապես թիմ պաշտոնյաների թեկնածուների վրա հարձակումները սովորական են դարձել Մեքսիկայում ընտրական գործընթացի ժամանակ։ Իրավապաշտպան կազմակերպությունները նշել են, որ միայն անցյալ տարի երկրում ռեկորդային 661 հարձակում է եղել քաղաքական գործունեություն ծավալող մարդկանց վրա։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք կվերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Եթերում հեռանկարն է։ Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը, եւ այդ կապակցությամբ Եվրամիություն Հայաստան մշակութային կամուրջ խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում եւ Մարսելում։ Վերջին տարիներին առավել ինտենսիվացել է Եվրամիության եւ եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները։ Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով։ Այսօր այդ եւ այլ թեմաների մասին կխոսենք Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի հետ։ Շնորհակալություն, thank you very much for joining. Շատ շնորհակալություն տիկին դեսպան մեզ միանալու համար։ Եկեք սկսենք Եվրոպայի օրվանից։ Դա խորհրդանշական է։ Ինչ է այն նշանակում։ What does it mean? Շնորհակալություն հրավերի համար, սկսենք։ Այո, Եվրոպայի օրը խորհրդանշական օր է եւ դա տոնում ենք նաեւ Եվրամիության անդամ բոլոր երկրներում, այդ թվում Ֆինլանդիայում։ Սա մի օր է, երբ դուք մի տեսակ լցված եք Եվրամիության զգացմունքներով եւ բովանդակությամբ հասցնելու մարդկանց, քանի որ Եվրամիությունն իրականում մարդկանց մասին է։ Եվ մենք շատ գեղեցիկ տոնավաճառ անցկացրեցինք Ազատության հրապարակում, օպերայի հրապարակում, որին մասնակցում էին Եվրամիության բոլոր անդամ երկրները եւ Եվրոպական միության նախագծեր, որոնք այս պահին իրականացվում են Հայաստանում։ Բավական շատ մարդ էր մասնակցում։ Սա Հայաստան Եվրամիություն գործընկերության մաս է կազմում։ Ընդհանրապես, ինչպես է գնահատում այդ գործընկերությունը, որոնք են ապագայի առաջնահերթությունները։ Դե արդեն որոշ ժամանակ առաջ ուժի մեջ է մտել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ դա նշանակում է, որ այն հիմք է ստեղծել Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերության ու համագործակցության համար։ Բայց իհարկե այդ ժամանակից ի վեր շատ բան է տեղի ունեցել։ Կարծում եմ վերջին տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել շատ արագ առաջընթացի։ Կա քննարկում նոր համագործակցության շուրջ, ինչպես նաեւ երկխոսություն վիզայի ազատականացման հարցի շուրջ։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ զգալի
քաղաքական ուշադրություն է ցուցաբերվում։ Սա մի զարգացում է, որին մենք Եվրոպական միությունում եւ հատկապես Նորդիկ Բալթիկ երկրներում ուրախությամբ ենք հետևում։ Սա նաեւ Հայաստանի սեփական որոշումն է եղել վերափոխել իր արտաքին քաղաքականության կողմնորոշումը։ Ես դա ամբողջական փոփոխություն չէի անվանի, այլ նախորդ օրակարգի լրացում, լինելով ավելի բաց եւ արևմուտքի հետ համագործակցության ուժեղ ցկտումներով։ Այս դեպքում արևմուտքը նշանակում է ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես էլ Եվրոպան։ The West in this case means the United States, but also Europe. Considering the Armenia and Finland relationship. Հաշվի առնելով Հայաստան-Ֆինլանդիա կապերը, ինչն է կարևոր այս հարաբերություններում։ Ինչպես կգնահատեք այն։ Ինչ ոլորտներ են կարևոր համագործակցության համար։ Քաղաքական, տնտեսական, թե մշակութային։ Well, first of all, the economic Դե նախ եւ առաջ տնտեսական համագործակցությունը դեռևս բավականին մակերեսային է, բավական նեղ։ Կարծում եմ սա մասամբ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հետ է կապված, որ սահմանափակել է Եվրոպայի, այդ թվում ֆինական ընկերությունների հետաքրքրությունը ներգրավելու տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ Հայաստանը փոքր շուկա է արտադրության եւ սպառողական ապրանքների առումով, սակայն ծառայությունների ոլորտում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ համագործակցության ներուժ կա։ Բացի այդ, հնարավոր է նաեւ բիզնես մշակույթի փոխանակում, որը կարող է նպաստել Հայաստանի դեպի արևմտյան շուկաներ կողմնորոշմանը։ Այնուամենայնիվ, իմ աշխատանքի մեծ մասն առնչվում է անվտանգության հարցերին տարբեր ձևաչափերով։ Ես միաժամանակ դեսպան եմ նաև Ադրբեջանում եւ Վրաստանում եւ հույս ունեմ, որ տարածաշրջանն ի վերջո կձևավորվի որպես համագործակցության տարածք, թե տարածաշրջանային համագործակցության, թե Եվրոպական միության հետ ինտեգրման եւ թե միմյանց միջև։ Այս համատեքստում դիմակայունությունն առանցքային թեմա է։ Հայաստանն ինչպես Ֆինլանդիան փոքր երկիր է եւ դա այն ոլորտն է, որտեղ մենք կարող ենք իսկապես փոխանակել գիտելիք, նույնիսկ վերափոխել ազգային եւ ռազմավարական անվտանգության ընկալումները։ of security. Your Excellency, Finland is known. Ձերդ գերազանցություն, Ֆինլանդիան հայտնի է անվտանգության հարցերի նկատմամբ իր մոտեցմամբ։ Նկատի ունեմ համապարփակ անվտանգության մոդելը։ Կարող եք բացատրել, թե դա ինչ է նշանակում գործնականում։ What does it mean in practice? Well, it means actually that there are 7 elements to that. Անշուշտ Ֆինլանդիայի համապարփակ անվտանգության մոդելը բաղկացած է 7 հիմնական տարրերից, որոնք ձևակերպված են մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը կարևոր է նշել, որ այս մոդելը սկսվում է հստակ եւ հետեւողական ռազմավարությունից։ Այս տարրերի թվում են տնտեսական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը եւ իհարկե ռազմավարական պաշտպանությունը, որը կենսական է, բայց միակը չէ։ Մոդելը ներառում է նաեւ միջազգային հարաբերություններն ու գործընկերությունները, հասարակության տնտեսական կենսունակությունը եւ ենթակառուցվածքների կենսունակությունը։ Ենթակառուցվածքների կենսունակությունը ներառում է կենսական համակարգերի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման, կոյուղու, բանկային համակարգի պատկանելիությունն ու պաշտպանությունը։ Բայց մոդելի շատ կարևոր բաղադրիչ է նաև հոգեբանական դիմակայունությունը, մարդկանց սեփական դիմակայունությունը։ Մեր մոդելում յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է մասնակցել երկրի անվտանգության եւ դիմակայունության ապահովմանը։ Սա վերաբերում է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև ցանկացած ճգնաժամի, ներառյալ բնական աղետները, ինչպիսին էին օրինակ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղները, որոնք կարող են լրջորեն ազդել հասարակության վրա։ Երբ ունեցկայացած դիմակայուն համակարգեր, ներառյալ փրկարար ծառայությունները, արձագանքման կանոնակարգերը եւ պարբերական վարժանքները, դա օգնում է խուսափել խոճապից։ Ճգնաժամի ժամանակ մարդիկ պետք է զգան, որ կառավարությունն իրենց կողքին է, որ կառուցվածքները գործում են եւ որ իրենք որպես քաղաքացիներ կարեւոր են պետության համար։ After the war, Armenia is seeking for new models. Պատերազմից հետո Հայաստանը անվտանգության նոր մոդելներ է փնտրում։ Ձեր կարծիքով ինչպես կարելի է կիրառել համապարփակ անվտանգության մոդելը Հայաստանում։ Well, I think that we are well on its Կարծում եմ Հայաստանն արդեն քայլեր է անում այդ ուղղությամբ։ Ես այս գործընթացին հետևում եմ արդեն մոտ 3 տարի եւ հաստատ կարող եմ ասել, որ առաջընթացը նկատելի է։ Սակայն դեռ կարծում եմ, որ այս մոդելի ընկալման մակարդակը եւ հայկական համապարփակ անվտանգության տարբերակի մշակումը պահանջում են առավել համակարգային մտածողություն։ Դա ենթադրում է ուժեղ համագործակցություն տարբեր նախարարությունների, մարմինների եւ գործակալությունների միջև, ինչը հեշտ չէ։ Ցանկացած երկրում հաստատությունները հաճախ կենտրոնանում են միայն իրենց օրակարգի վրա եւ բաց են թողնում ավելի լայն հորիզոնական համատեքստը։ Այս մոդելը չի նշանակում, թե բանակի կամ պաշտպանական ուժերի դերը նվազում է։ Հակառակը, այն ավելի է ամրապնդվում։ Քաղաքացիական բոլոր այս համակարգերն ու ֆունկցիաները նախատեսված են աջակցելու ռազմական պատրաստվածությանը, որը Ֆինլանդիայի համար եւս մնում է ամենաբարձր առաջնահերթություններից։ Եվ իհարկե ժամանակակից անվտանգության մեջ կա նոր եւ գնալով ավելի կարեւոր դառնալու մի բաղադրիչ՝ կիբերանվտանգությունը։ Ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Հայաստանում շատ կարեւոր ծառայություններ, բանկային համակարգից մինչեւ ենթակառուցվածքներ արդեն թվայնացված են։ Դա նրանց դարձնում է խոցելի ճգնաժամային իրավիճակներում։ Ուստի ազգային դիմակայունության համակարգում կիբերանվտանգությունն անբաժանելի մաս է։
in case of a crisis. What are the Ինչ նմանություններ ու տարբերություններ կան Ֆինլանդիայի եւ Հայաստանի միջև անվտանգության տեսանկյունից։ Well, I think that the first, Դե նախ եւ առաջ մենք երկուսս էլ ունենք բարդ հարևան կամ հարևաններ, ինչն արդեն որոշակի երանգներ է հաղորդում ազգային անվտանգության հարցին։ Մենք նաև փոքր երկրներ ենք, ինչը նշանակում է, որ պետք է շատ արդյունավետ կառուցենք մեր անվտանգության համակարգերը։ Կարծում եմ, սա առանցքային նմանություններից մեկն է։ Մենք երկուսս էլ կարևորում ենք ռազմավարական կարողությունները։ Հայաստանը եւ Ֆինլանդիան ունեն զորակոչային բանակներ, ինչը բավականին հազվադեպ է Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայում միայն Ֆինլանդիան եւ Էստոնիան է պահպանում զորակոչի համակարգը։ Լիտվան եւ Շվեդիան ներկայում վերականգնում են իրենցը։ Երկու երկրներում էլ անվտանգության նկատմամբ հանրային հետաքրքրությունը բարձր է։ Տարածված են կամավոր անվտանգության կառուցվածքները եւ այդ քաղաքացիական ներգրավվածությունը եւս մի բան է, որ մենք կիսում ենք։ Այնպես որ այո, կարծում եմ ունենք շատ ընդհանուր հենք եւ շատ բան սովորելու միմյանցից։ so I think we have a lot to share. Դուք այցելել եք Սյունիք եւ Վայոց ձոր, տարածաշրջաններ, որտեղ անվտանգության իրավիճակը բավականին զգայուն է։ Ինչպես կգնահատեք իրավիճակը տեղում։ What is your assessment of the situation on the ground? Well, Munich was beautiful. We were there. Նախ Սյունիքը շատ գեղեցիկ էր։ Մենք այնտեղ էինք մոտ 10 օր առաջ Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմ Սթրեյթի հետ եւ լիարժեք վայելեցինք այցը։ Այս շրջանում բնությունը, երբ ամեն ինչ կանաչում է, իսկապես առանձնահատուկ է։ Անշուշտ անվտանգության իրավիճակը ներկայում խոցելի է, քանի որ տարածաշրջանում անկայունություն եւ անորոշություն կա։ Բայց մենք նաև հանդիպեցինք Եվրամիության մոնիտորինգ առաքելության անդամներին, ինչպես միշտ անում եմ, եւ նրանք մեզ իրենց տեղեկատվությունը փոխանցեցին։ Նրանք հրապարակավ էլ ասում են, որ չնայած պատահարներին ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է։ Տնտեսական զարգացման տեսանկյունից այդ տարածաշրջանը հիմնականում կախված է հանքարդյունաբերությունից, բայց հանքարդյունաբերության հետ կապված շրջակա միջավայրի ռիսկերը պետք է լուծվեն երկարաժամկետ տեսլականի շրջանակներում։ Մենք նաև քննարկեցինք Իրանի հետ սահմանային համագործակցությունը, ինչը բավականին հետաքրքիր է։ Այն շատ հարուստ պատմությամբ նշանակալի տարածաշրջան է։ Region with rich history. Մենք շատ ապատեղեկատվություն ենք լսում ադրբեջանական կողմից կրակոցների, հրադադարի խախտումների մասին։ Ինչպես է գնահատում իրական իրավիճակը։ What do you think? What is the real situation? Well, I would trust my European. Նախ ես իմ կընդունեմ Եվրամիության իմ գործընկերների գնահատականները։ Նրանք հայտնում են, որ լինում են առանձին դեպքեր, բայց դրանք հիմնականում կապված են օդում կրակելու հետ, ոչ թե ուղղակիորեն որևէ մեկին թիրախավորելու։ Այսպիսով իրավիճակն իրոք բարդ է գնահատել, հատկապես որ ես անձամբ չեմ եղել առաջնագծում, ինչպես նաև դիտորդները որոշ դեպքերում չեն եղել։ Իմ կարծիքով ընդհանուր օրակարգը կարծես այն է, որ իրավիճակը բաց պահվի եւ ճնշում գործադրվի Հայաստանի վրա, թեև երբեմն դժվար է ասել, թե ինչ նպատակ կա այդ գործողությունների հետևում։ Իրական խաղաղության, նորմալացման եւ կայունության ճանապարհը դեռ ժամանակ, ջանք եւ պարտավորություն է պահանջում բոլոր կողմերից։ Time and work. We know that text of this peace treaty is Մենք գիտենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացված է, բայց դեռ տեսնում ենք խոչընդոտներ։ Կարծում եք այս իրավիճակում իրական է խաղաղության համաձայնագիր ստորագրելը։ realistic to have peace agreement in this situation. Well, that's a good question because Դե դա լավ հարց է, որովհետև նախ եւ առաջ բանակցվել է։ Դա արդեն մեծ քայլ է։ Եվ այն, որ դա բանակցվել է հենց հայերի եւ ադրբեջանցիների կողմից առանց արտաքին միջնորդության, ցույց է տալիս, որ դա հնարավոր է իրականացվող գործընթաց է։ Եվ երկկողմ քննարկումների միջոցով կարող է առաջարժվել խաղաղության գործընթացը։ Այլ հարց է, թե արդյոք հենց այդ խաղաղության պայմանագիրն ինքնին որքան կարևոր է այս գործընթացի համար, որովհետև հաշտեցումը, մոտեցումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, սրանք են գլխավոր նպատակները։ Եվ իհարկե գիտենք, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է, այդ աշխատանքը դեռ շարունակվում է։ Այսինքն կան դրական նորություններ եւ կան բաներ, որոնք լավատեսության հիմք են տալիս։ Ուստի գուցե արժե բոլորս նայենք ավելի լայն պատկերին, ոչ թե կենտրոնանալ միայն խաղաղության պայմանագրի վրա։ Թեև իհարկե այն հիմքն է, առանց դրա շատ բաներ ավելի դժվար կլինեն։ Եվրոպական միությունը, Ֆինլանդիան եւ խաղաղության գործընթացին աջակցող բոլոր կողմերը իհարկե խրախուսում են երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Եվ ես լիովին համաձայն եմ այն կարծիքի հետ, որ այս խոչընդոտներից որոշները գուցե իրական էլ չեն, իրականում հարցը կամքի մեջ է։ Ինչպես ասում էր Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մարտի Ահթիսարին, Ֆինլանդիայի նախագահը, խաղաղությունը կամքի հարց է։ Այսինքն, եթե քաղաքական կամք կա իսկապես հաշտեցման ու նորմալացման գնալու, ապա դա հնարավոր է։ normalization, it's doable. Madam Ambassador, we had an opportunity to speak. Տիկին դեսպան նաև հնարավորություն ունեցանք խոսելու հիբրիդային սպառնալիքների եւ հարձակումների մասին։ Որոնք են հիբրիդային սպառնալիքներին առնչվող հիմնական մարտահրավերները։ Explain us what are the main problems in this matter.
Well, hybrid threat means that there's Նախ հիբրիդային սպառնալիք նշանակում է միաժամանակյա եւ համակարգված գործողություններ, որտեղ օգտագործվում են տարբեր գործիքներ, օրինակ տնտեսական, քաղաքական, մշակութային, տեղեկատվական ազդեցություն, հաստատությունները մանիպուլյացիայի ենթարկելու կամ ճնշելու համար, ազդելով որոշումների կայացման վրա։ Այդ հաստատությունները կարող են լինել պետություններ, կառավարություններ, տարածաշրջանային կամ տեղական իշխանություններ, ընկերություններ, Եվրամիությունը կամ միջազգային կազմակերպություններ։ Նպատակը որոշումների ընդունման ավելի բարենպաստ միջավայր ստեղծելն է հաճախ անուղղակի վերահսկողության կամ ազդեցության միջոցով։ Ժողովրդավարությունները սովորաբար հիբրիդային սպառնալիքների հիմնական թիրախներն են, այդ թվում Հայաստան եւ Ֆինլանդիա։ Ինչու՞, քանի որ ժողովրդավարական համակարգերում որոշումների ընդունումը բաց է, ավելի թափանցիկ եւ երբեմն ավելի ճկուն, քան ավտորիտար ռեժիմներում։ Այդ բացությունները ստեղծում են խոցելիություններ, որոնք արտաքին դերակատարները կարող են շահագործել։ Տեղեկատվական ազդեցությունը հատկապես կարևոր է, քանի որ այն ուղղված է ընտրողներին։ Այս իմաստով հիբրիդային սպառնալիքները միայն կառավարությունների մասին չեն, դրանք վերաբերում են հասարակական կարծիքի ձևավորմանը։ Ազգային դիմակայություն կառուցելը բանալին է այս սպառնալիքներին հակազդելու համար, եւ դա Ֆինլանդիայի համալիր անվտանգության մոդելի կարևոր մաս է։ Փաստորեն կեսունակության կառուցումը կարող է լինել այն միակ իրական գործիքը, որը մենք ունենք հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար։ maybe the only tool actually to be exact. Դուք նշել եք, որ խառնաշփոթը ներկայումս ամենակարևոր սպառնալիքներից մեկն է։ Ինչպես է հնարավոր դա հաղթահարել։ Well, confusion is Դե ինչ խառնաշփոթը հենց այն է, ինչ ցանկանում են առաջացնել ազդեցություն ունեցող կառույցները։ Նրանք ցանկանում են ստեղծել անորոշություն։ Ընտրությունների վրա ազդեցությունը դրա մեծ մասն է եւ դա իրականացվում է բոլոր եվրոպական երկրներում նույնպես։ Այսպիսով սա վերաբերում է բոլոր ժողովրդավարություններին։ Գլխավոր գործիքը կամ նպատակն այն է, որ երբ խառնաշփոթ ես առաջացնում, մարդիկ կորցնում են վստահությունը իրենց քաղաքական հաստատությունների նկատմամբ, լրատվամիջոցների, պետական գործակալությունների, ինչպես նաեւ քաղաքական որոշումներ ընդունող գործընթացների նկատմամբ։ Այդպիսով ընտրողներին կարող են մղել ընտրել տարբերակներ, որոնք թվում են թե ուժեղ առաջնորդություն են առաջարկում, կամ էլ ընտրել տարբերակներ, որոնք ավելի շատ հիմնված են հույզերի եւ արժեքների վրա, քան իրականում պետություն կառավարելու համար անհրաժեշտ կոնկրետ որոշումների վրա։ Մենք թիրախ ենք եւ զոհ ենք այս ամենի ամբողջ ժողովրդավարական աշխարհում։ democratic world. Եվ վերջին հարցը, որն է ձեր ուղերձը մեր լսարանին։ Well, I see positive developments in Armenia. Ես դրական զարգացումներ եմ տեսնում Հայաստանում։ Ես տեսնում եմ, որ դուք զարգանում եք։ Եթե համեմատեմ այն պահի հետ, երբ ես սկսեցի իմ աշխատանքը մոտ 5 տարի առաջ, անգամ այս 5 տարիների ընթացքում փոփոխությունները հսկայական են եղել, թեև դրանք նաև շատ ծանր տարիներ են եղել։ Մարդկային շատ ծանր տառապանք է եղել այս տարիների ընթացքում, բայց եթե փորձենք նայել ապագային, ապա պետք է ասել, որ դուք ունեք հիանալի երկիր, ունեք հսկայական մարդկային ներուժ, ունեք կրթված, խելացի մարդիկ, ունեք բնական հարստություններ հանքարդյունաբերական ոլորտում, ունեք խելացի ուղեղներ տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Եթե կամք կա, ապա կարող եք այս տարածաշրջանի փոքրիկ գանձը վերածել բարգավաճ, ապագային ուղղված ժողովրդավարության եւ ժամանակակից եվրոպական պետության։ Democracy and modern European state. Ձեր գերազանցություն, շնորհակալություն այս հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենն էր։ Տեղի ունեցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված փոստային բացիկի մարման արարողությունը։ Նամականիշը եւ հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, բիզնես ոլորտի առաջատար մասնագետներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում կայացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմայով փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությունը, որը նամականիշը շրջանառության մեջ է դրվում նշելու Հայաստանի դերը տեխնոլոգիական ոլորտում։ Այն հասանելի կլինի Հանրապետության փոստային բաժանմունքներում։ Այս մրցանակը ստացել է այս ոլորտի Օսկարի անվանում եւ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ եւ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաեւ իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Տեխնոլոգիան միայն տեխնիկական հարթություն չէ, այն հնարավորություն է ստեղծագործելու, կապեր ձևավորելու եւ կառուցելու մի ապագա, որտեղ Հայաստանը կարող է դառնալ գլոբալ նորարարական շարժման առաջատարներից։ Այս մասին հայտնեց Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, որը նամականիշը եւ հատուկ ծրարը մարողների շարքում էր։ Նա նամականիշի թողարկումը համարեց կարևոր ուղերձ ապագայի համար եւ ընդգծեց, որ Viva-ն արդեն 15 տարի շարունակ աջակցում է այս նախաձեռնությանը, քանի որ տեխնոլոգիաները ոչ միայն զարգացում են, այլև կյանքի որակի բարելավման հզոր գործիք։ Արարողությանը ներկա էր նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը ճապոնացի գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան։ Արմեն Ավետիսյանը կարևորեց գիտնականի ներկայությունը, նշելով, որ վերջինիս պատմությունը կարող է ոգեշնչել նոր սերնդին։ Viva ընկերության տնօրենի խոսքով Հայաստանի առաջընթացի շարժիչ ուժը երիտասարդներն են, լինորարական գաղափարներով ու եռանդով, իսկ նամականիշը ըստ նրա պետք է դառնա առաջընթացի, համագործակցության եւ կայուն զարգացման խորհրդանիշ։ Լիպսմե Ավակյան, Հորիզոն։ Այսօր այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի գիշեր։